Բարև ձեզ, CVK-ի հարգելի հետևորդներ, մեր եթերում նոր ոդկաստ ենք սկսում, ես այն վարելու եմ Պագրատի հետ միասին, Պագրատը քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտթևի խորհրդի անդամ է, չէ՞, Պագրատ։ Եվ նոր նշանակվել է կենտրոնի թաղապետի տեղակալ, կենտրոնի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, այո, ամբողջական պաշտոն այդպես, եւ գիտես որտեղից իմացա այդ լուրը, ես գուշակում եմ, հրապարակ օրաթերթից իմացա, բայց կուզեմ դու ներկայացնես ոնց է եղել նշանակումը, դու իրականությունը ինչպես է տարբերվում հրապարակի ներկայացրածից։ Դե դա իհարկե կանխատեսելի էր, որ պետք է ներկայացվի ոչ այնպես ինչպես որ կա, դե դա ստացավ իր արձագանքը նրանով, որ ընդհանրապես ռեակցիա չկար այդ հոդվածի վերաբերյալ, նշանակվել եմ այն տրամաբանությամբ եւ այն պրինցիպով, որ ես ծնվել եւ մեծացել եմ եւ շարունակում եմ մեծանալ կենտրոն վարչական շրջանում եւ ձգտումս օգտակար լինել կենտրոն վարչական շրջանին, Երևանին եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությանը, քանի որ բոլորը իրար հետ կապված է, բայց ներկայացրել էին, որ իբր պատգամավորներից մեկի Հայկ Կոնջոյանի օգնականն ես եղել եւ այդ բերումով նշանակվել ես։ Այո, ես 3 տարի աշխատել եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում որպես փորձագետ, բայց դա կապ ունի իհարկե։ Փորձագետ ոչ թե օգնական, այո, փորձագետ։ Այ կապ ունի, նաև կապ ունի, որ դու ԿՊ-ից ես, դա նորմալ է, որովհետև այդ նշանակումը քաղաքական նշանակում է ստեղծության, բայց հրապարակի այդ լուրը տալու իմաստը այն է, որ այստեղ այդ ԽՑԲ-ի բաները միշտ կորցում բոլոր իրավիճակներում, դե մարդկանց մոտ բան են ցերմանում, որ տեսեք այ ԿՊ-ական լինի, պոլիփեդ լինի, ԿՊ-ական լինի, այդ սկզբունքով անի իբր նշանակումները տեղի ունենում։ Հա, իհարկե դա նորմալ երևույթ է լրագրության մեջ, իհարկե դա լավ չի, բայց մենք արդեն սովորել ենք կարծում եմ այդ գործելավոճին, այդ աշխատելավոճին, քանի որ առաջի դեպքը չի, որ նշանակման ժամանակ փորձում են ինչ-որ սեֆ կետեր գտնել այս ամեն ինչի մեջ, կամ նշանակված նոր պաշտոնյային փորձում են մեդիայով ինչ-որ կերպար ձևավորել այդ անձի շուրջ։ Ես հիշում եմ 2010, մամիդ հենց նոր հիշեցի, որ 18 թվականին օրինակ հիշում ես Արսեն Թորոսյանի ու Գոգյանի մասով ինչ սրաճ սկսեցին, Արսեն Թորոսյանին ներկայացրեցին որպես աթեիստ, որը, չգիտեմ, ինչ-որ մասոնների հետ էին համարյա կապում, ինչ-որ տենց կերպար էին ձևավորել, հանել էին Արսեն Թորոսյանի ժամանակին արված գրառումները, որ ինքը պաշտոնյա չէ եղել, դակաղիկների հիշում ես, նույն Գոգյանի պատմությունը, որ վատ նկաներ էին ուղղակի հանել այդ մարդուց, տենց վատ նկաները իտո բան էր, հումորային նկարներ էին հանել, փորձում էին մեդիա վատ կերպար, որ տեսեք ում են բերել դարձել պաշտոնյա։ 18 թվականին շատ բան post factum եմ ծանոթացել, որտեղ ծառայության մեջ եմ եղել, բանակում եմ եղել, բայց ասել որ դա նորմալ է, դա իհարկե լավ չի, դա նորմալ չի, որովհետև լրագրությունը իմ կարծիքով պետք է ավելի խորքային լինի ու եթե ամեն դեպքում փորձվում է ինչ-որ մեկին վարկաբեկել, գոնե հենց բանով վարկաբեկել, որ կոմենտներում կարդացողները զգան այդ ամեն ինչ, այլ ոչ թե ասեն հա ինչ։ Հա, գոնեն հենց լինի, որ իրանց արածը իրենց նպատակին ծառայի, բայց իմ օրինակն էլ եթե տեսել ես, հա, փորձել էին ներկայացնել իբր ԿՊ-ում ԿՊ-ն մնացել է առաքիչների հույսին, որոնք անկիրթ են եւ կասկածելի մութ անցյալով, իսկ մութ անցյալը այն էր, որ ես առաքիչ եմ աշխատել ու գիտես դրա այդ հիմնական իրենց նյութերի տակ էլի, ոչ թե մարդկանց կիսվածի, հա, այլ հենց իրենց գրած նյութերի տակ ասում մարդիկ ասում են, հա ինչ, այսինքն առաքիչը մարդ չի կամ առաքիչը բարձրագույն արտադրություն չի կարող ունենալ եւ այլն։ Հենց այդ է, իրանք սխալ են ներկայացրել, միտումնավոր են դա իհարկե արել, դա կասկած չի առաջացնում, բայց հակառակ էֆեկտը եղավ, ես էլ տեղեկացնեմ, որ ես աշխատել եմ որպես մատենավար հյուրանոցային համալիրում, երբ ես ուսանող եմ եղել, գիշերը աշխատել եմ, առավոտը հաճախել եմ համալսարան դասի, դա իմ մութ անցյալն է, այո, ես հյուրերի եմ տեղավորել համարներում, շատ մութ սխեմաների մեջ եմ ներգրաված եղել, բանալի եմ փոխացել քարտի տեսքով եւ դրանով ստացել եմ գրանտեր երևի։ Բայց ինչ կրթություն ունես։ Ես բարձրագույն կրթություն եմ, ավարտել եմ Հայ-ռուսական համալսարանի, սկզբում սովորել եմ 2 տարի ճապոնագիտության ֆակուլտետում, բայց բանակից հետո բարդ էր վերադառնալ ճապոնիան ուսումնասիրելու գործին։ Բայց ինչու՞ ես որոշել ճապոնագիտություն։ Գիտես,
մի քիչ պատահական է ստացվել, որովհետև ֆակուլտետը նոր էր բացվել, նոր մի 3 տարի էր, այսինքն 3 կուրսեր ինձնից առաջ եղել, կոչվում էր միջազգային պատմության եւ տարածաշրջանագիտության ֆակուլտետ։ Միջազգային պատմություն եւ տարածաշրջանագիտություն բառը, այսինքն բառակապակցությունը կամ նախադասությունը ինձ դա գրավեց շատ։ Դա գրավիչ էր, ես ուզում էի հենց ընտրել, ինձ թվում էր, որ տարածաշրջանը դու կարող ես ընտրել, եւ ես պատկերացնում եմ, որ դա լինելու է հենց մեր տարածաշրջանը եւ ուսումնասիրել հենց տարածաշրջանի պատմությունը, մշակույթը եւ հարևանների հետ հետագայում ավելի լավ կոմունիկացիաներ ստեղծելու հնարավորություն, բայց պարզվեց, որ հատկացված է երկու ուղղություն, ճապոնագիտություն եւ չինագիտություն, ավելի մոտ էր ճապոնյան, բայց ոչ բարեբախտաբար իմ համար, բայց բարեբախտաբար մնացած ուսանողների համար ֆակուլտետում հետո բացվեց կովկասագիտություն, արևելագիտություն, ֆրանկոֆոն երկրների, բայց արդեն չհասցրեցի, փոխել եմ ստիպված, գնացել եմ, ոչ թե ստիպված, այլ այդ պահին էր ստիպված, բայց հետո ինձ շատ դուր եկավ մեդիայի գովազդի եւ կինոյի ամբիոնի գովազդ PR բաժինը եւ ես այն եզակ մենք ասում ենք քաղաքական PR, քաղաքական հենց advertising որպես գովազդ եւ իմ կուրսեցիներին չեմ ուզում իհարկե այս բառով արտահայտությամբ ոչ մի ձև նեղացնեմ, բայց ես եզակի բարդ եմ, որ քաղաքական PR-ը ու քաղաքագիտությունը ու քաղաքականության հետ կապված բոլոր առարկաներին մասնակցում էի, ինձ շատ ակտիվ բան, ֆրոնտմենն էի։ Ու տենց ընկա քաղաքականության մեջ։ Չէ, քաղաքականության մեջ ես քաղաքականության մեջ դա իհարկե ավելի շատ սոցիալական պայքար էր, առաջի անգամ հայտնվել եմ Մաշտոցի պուրակի դեմ ցույցերի ժամանակ, ես երևի 13-14 տարեկան էի ու ապրում էի հենց Մաշտոցին պուրակին շատ մոտ, Բուզանդի փոցի վրա, որտեղ որ մինչև հիմա շարունակում եմ բնակվել։ Հարուստ եք։ Ձեզ հրավիրում եմ Բուզանդի փողոց ծանոթանալ կենտրոնի հարուստերի հետ իհարկե ու ընդհանրապես կարելի ասել ինչով էր իմ մոտ քաղաքական անարդարության այդ կոչը որ կար, ինչից ես սկսեցի, դե փոքր էի իհարկե դա շատ բարդ էր հասկանալ, բայց ես տեսնում էի, որ 2004-5-6 այդ թվականներն էր, երբ որ Բյուզանդի փողոցը, Արամի փողոցը, Տերյան փողոցը, Հյուսային պողոտայի այժմ որտեղ որ Հյուսային պողոտան է, այդ փողոցների սեփական տները ճանաչվեց հանրային գերակաշահ Ռոբերտ Քոչյանի օրոք էր դա, եւ մարդկանց ուղակի բռնի հանելը լավ է, այտենց հնչում չէին հանում, ծեծելով, լարում էին, այդ բառը չեմ ուզում օգտագործեի, բայց լարում էին տներից եւ ես հենց 6-7 տարեկան էի, բայց Բաքում խաղալուց չէր կարա չնայր, ոնց էին ԴՀԿ-ի աշխատողները, ուղղակի բուլդոզերը կանգնած էր տան դիմաց, եւ ինչն էր խնդիրը, հանրային գերակաշահ, օքեյ, ճանաչվել է, պատճառ եղել է դրա համար, դա պետական ինստիտուտների աշխատանքի արդյունք է։ Բայց փոխհատուցման հետ կապված Եվրոդատարանում բազմաթիվ գործեր կան, որոնք որ իօքուտ դիմողի է եղել եւ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ինչի պատճառով Հայաստանի Հանրապետության բյուջեից ահռելի մեծ գումարներ ա վճարվել, որը որ գերազանցում էր տան փաստացի արժեքը, բայց մարդիկ քանի որ բռնի կերպով Տիգրան Պասկևիչյանը ֆիլմ ունի նույնիսկ եթե չեմ սխալվում դրա հետ։ Քանի որ մենք այդ թեմային անդրադարձանք, արի դեղից շարունակենք, հետո կվերադառնանք լրատվամիջոցներին։ Դու տես այդ տարիքից այդ քո վրա ազդել է կամ դու տեսել ես ու դրա բերումով միգուցե նաև քաղաքացիական ակտիվություն է սկսել դրսևորել, որը չի կարա չառնչվել քաղաքականության հետ ու նաև քաղաքականություն է մուտք գործել, հա, եւ հիմնականում մեր կուսակցությունում էլ ընդհանրապես քաղաքական հիմնադաշտում էլ շատ մարդիկ սկսել են այդտեղից քաղաքացիական ակտիվությունից են սկսել 2008-ից սկսած, միգուցե շատերն ավելի, այո, շատերը 2003-ից, շատերը էլ ավելի վաղուց եւ այդպես մտնել քաղաքականություն, բայց հիմա ես ինչն եմ նկատել, որ դու ավելի երիտասարդ ես, մոտ 10 տարի փոքր ես ինձնից երևի 99 թվին եմ ծնվել։ Հա, ես 91-ին եմ ծնվել, այսինքն 8 տարի փոքր ես, բայց եւ ես նկատել եմ, որ ձեր սերունդի մարդ, չնայած իմ սերունդի ժամանակ էլ էր տենց, ընդհանրապես ինչու են երիտասարդները քո կարծիքով կամ արդյոք համաձայն ես, որ իրենք ավելի пассив են քաղաքականության առումով կամ եթե ակտիվություն են դրսևորում, ապա
տրենդի հետևից են գնում, այսինքն եթե տրենդային է, չգիտեմ, այս թեմայից օդի աղտոտվածության մասին դե խոսալը տրենդային է, իրենք սկսում են այդ թեման մեր քաղաքական շրջանակում ուղղությամբ push անել։ Իսկ եթե ընդհանրապես տրենդային չի, չեն անհատ կամ կարող է չեն խորանում ով է ճիշտ ով սխալ։ Եթե տրենդային է քննադատել իշխանությանն են քննադատում, տրենդային է քննադատել օրվայի ընդդիմությանն է։ Դա ինչով է պայմանավորված։ Իմ կարծիքով դա ոչ թե անտարբերություն է, այլ միգուցե սխալվեմ, բայց դա նրանից է, որ հիմա մեծ հաշվով ամեն ինչ չի այնքան վատ, ինչքանով որ մեր սերնդի, քո սերնդի, ավելի մեծ սերնդի ժամանակ այդ խնդիրները եղել են, այսինքն հիմա եթե տրենդային է խոսում են, այն ժամանակ ոչ թե տրենդային էր խոսում են, այլ անհրաժեշտություն կար, այո, որովհետև հակառակ դեպքում, եթե դա չբարձրաձայնվեր, դա տենց լիներ ու դրա մասին տեղյակ լինեին 3-4 հոգի մարդ, դա հնարավոր շատ վատ հետևանքներ ունենար։ Իսկ հիմա չեմ ուզում ասեմ հարմար է, իհարկե օդի աղտոտվածությունը շատ լուրջ խնդիր է, ու ես վստահ եմ, որ թե քաղաքապետարանը չնայած այդտեղ հարցը ոչ միայն քաղաքապետարանն է, որտեղ համատարած է, գործողություններ են պետք։ Հենց այդ է, որ հիմա շատ տարօրինակ սկզբունք է, հիմա մի քիչ անցնենք խորը քաղաքական բաներին, որ աչականները օդի աղտոտվածության, գլոբալ տաքացման ու տենց կանաչ թեմաների շուրջ պոպուլյար չի, հիմա որ նայես Եվրոպայում կամ ԱՄՆ-ում բոլոր աչականները, որոնք որ հիմա մեծ թափ են հավաքում, դրա պատճառների մասին կարծում եմ ընթացքում շատ երկար է խոսալու, աչականների թափ հավաքելու մասին կարծում եմ առանձին մի անգամ խոսանք, բայց իրանք միշտ մերժում են այդ օդի աղտոտվածություն, գլոբալ տաքացում, խոսքով բնապահպանական խնդիրները միշտ իգնոր են արել եւ ուշադրություն չեն դարձրել, ու հիմա քաղաքականության մեջ աչական գաղափարները սենց լավ փորձում են էփել, սարքել, որ դա կարեւոր է, բայց օդի աղտոտվածությունը զուտ շատ լավ առիթ է քննադատել իշխանություններին ու կապ չունի դու ինչ հայացքներ ունես ու շատերը չեն խորանում, օրինակ ես շատ երկար փորձել եմ այդ քաղաքական կոմպասի մեջ ինձ գտնել։ Ես ծախեմ, ցենտրիստ եմ։ Ես մի փոքր աճ շեղված, ոչ թե աճ շեղվածությամբ, այլ տնտեսական առումով դեպի աճ ցենտրիստ եմ ինձ համարում։ Ես էլ նույն նկատելս մեր կուսակցությունը ընդհանրապես այդ դեղ է դիրքավորված։ Դե կարծում եմ դու ներկա ես եղել որոշ նիստերի, որտեղ որ մեծամասնությունը իհարկե աճ ցենտրիստական հայացքների տեր մարդիկ էր եղել, բայց մենք այդ tent party կոչեցյալը ակտիվ է, որտեղ մենք կարծում եմ սոցիալիստներից մինչև մոնարխիկ հայացքների տեր մարդիկներ։ Նորմալ է կարծում եմ, բայց հիմնականում մեր քաղաքականությունն է, որ նայում ես, ավելի շատ աճ կենտրոնամետ ենք երևի։ Կուսակցությունը մեր, հա, ես մտածում եմ ընդհանուր քաղաքական դաշտ, որտեղ ընդհանուր, այո, կարծում եմ, հա, դե հենց այդ է բարդա, որ միջազգային գործընկերների հետ խոսում ես, իրանք եկել են հստակ հայացքով, ասում են դուք հիմա որ wing-ի ներկայացուցիչն եք, այդ է սկսվում է մի հատ երկար զրույց, որտեղ գիտեք իրականում ու ամառօրինակ որ ԵԱՀԿ-ի ԺՄԻԳ-ի միջոցառման էի մասնակցում Վարշավայում, տենց բալկանյան երկրների ներկայացուցիչներ էին շատ, որտեղ որ էլի նոր զարգացող ժողովրդավարություն է ու իրանց մոտ է քաղաքական ինստիտուտները տենց շատ զարգացած չի, բայց տենց ովքեր որ եկել էին հստակ հայացքներ ունեին ու ինձ հարցնում էին, ասում էին ձեր կուսակցությունը մենք Վիկիպեդիայով նայում ենք չենք կամ հասկանանք ինչ հայացք ունեք դուք, ինչ հայացք ունեք դուք, ասում էի եկեք դուք հարցեր տվեք ինձ, ես փորձեմ պատասխանեմ, դուք արդեն ձեր պատկերացումը կազմեք։ Խոսում եք մի 4-5 հարց, ասում էի եւ ինչ այդպես ասած արդյունք արձանագրվեց, մենք չարձանագրվեց, բարդասի, հա, բարդա, բայց ամեն դեպքում բայց այդ լավ է քո կարծիքով։ Դե լավ է այնքանով որ որոշում կայացնելը վերջնական երկար է տևում, բարդ է, բայց լսվում են բոլորը եւ տենց մի ուղղությամբ չի շարժվում դա, այսինքն կարող մի ուղղությամբ շարժվի, բայց օրինակ ինչ որ մեր կուսակցականներից մեկը մի միտք բերի, որը որ կանգնացնի այդ գնացող գնացքը, ասի բայց հələ մի րոպե, քանայտելի։ Վերադառնանք մեր թեմանին երիտասարդների։ Մյուս կողմից էլ միգուցե լավ է որ երիտասարդները քաղաքականությամբ չեն հետաքրքրվում ու
կենտրոնացած են, չգիտեմ, ավելի շատ ավելի երիտասարդական, ավելի նորմալ թեմաների վրա, չգիտեմ, կրթություն գուցե հոբիներ կամ այլ զբաղվածություն, որը ես ոնց է իմ կարծիքով դա իհարկե լավ է մի կողմից, բայց այնպեսի տպավորություն է, որ ամբողջությամբ է դա իզոլացվել, ոչ թե ինչ որ գոնե ինչ որ հա կան երիտասարդներ, որոնք որ զբաղվում են քաղաքականությամբ, բայց նաև դες ես ինչ եմ նկատել, կարծում եմ դու քո ուսանողական տարիներից նկատած կլես, որ այդ երիտասարդների դերը քաղաքականության մեջ ու խորհուրդներով խեղդվել է ուղղակի, որովհետև այն ժամանակ ես իմ դեպքում չեմ կարող ասեմ, որովհետև մեր համալսարանը անջատ է եղել այդ process-ից քաղաքական ուսխորհուրդներ ստեղծվելու, բայց շատ պատմություններ գիտեմ, հենց տնտեսագիտական համալսարանի հայտի դեպքը մեր համալսարանը վերջերս շատ ակտուալ, հա, ես որ ուսանող էի, մեր ժամանակ ուսխորհրդի նախագահ հենց Սևակ Խաչատրյանն էր, ու մենք ունեինք այդ ուսխորհուրդը, նախոզ թիմեր ունեին, ինչ-որ տենց ձևավորված, որոնցով ես կներես, ես նաև կավենշիկ եմ, եթե բան կասելու կա։ Որոնցով իրանք փորձում էին ներգրավել այդ երիտասարդներին, տենց հետաքրքիր բաներով, ոչ քաղաքական, ու ներգրավում էին, բայց իրականում ներգրավում էին հանրապետական կուսակցություն ըստ էության, այդ երիթև եւ այլն եւ այլն։ Երիտասարդական ինչ-որ միություն կար, թե Կարեն Ավագյանն էր։ Երիթևն էր, Կարեն Ավագյանը, չէ, առհասարակ նախագահն էր։ Բայց դրանից բացի ոչ թե կուսակցության երիթևի մի հատ երիտասարդական ինչ-որ կազմակերպություն համալսարանի մոտ գրասենյակ ունեին ու տեղից ես նաև եղել եմ Հայ-ռուսական համալսարանի հումանիտար գիտությունների ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահան եւ որոշ ժամանակ էլ փոխնախագահան, այդպես մի տարի այդ ամեն ինչ տևել ու մեզ գալիս էին հրավերներ ու հրավերները ովքեր որ զանգում ասում էին, չէին ասում կգաք կամ sense բան կա, կգաք ասում էին 100 հոգի պետքա ձեր համալսարանից։ Այդ որ թվերներ։ 2014-ից մինչև 17-ն է եղել։ Ես 2008-ից 12-ի մասին եմ պատմում, որ այդ ժամանակ, կպավ չէ իրար։ Ու այդ ժամանակ մարդկանց տես ներգրավում էին, երբ որ դու մենք ընտանիքով ընդդիմադիր ենք եղել, ես տենց քաղաքականացված եմ եղել միջև ուսանող դառնալսել ու տենց ձևավորված բաներ ունի, չեմ ասում որ շորտ խորը քաղաքական ու գիտակցություն ունեի, բայց ամեն դեպքում արդեն ուղղություն ունեի, հա, ուղղություն ունեի ու դժվար էր ինձ դարձնել հանրապետական, երբ որ տենց դուս չմտա չմասնակցեցի այդ ուսխորհրդի ոչ մի աշխատանքի, ոչ նարխոզ, ոչ մի բանի, ու ես հիշում եմ որ առաջին միտինգը որ եղավ որ մասնակցեցի արդեն 2008 թիվն էր, առաջի կուրս էի, 2008 մարտի 1-ը արդեն վերջացել էր, սեպտեմբեր ամիսն էր, ես որ եկա ուսանող տարա Գյումրիից էի եկել։ Ու մի օր 10-ից տուն եմ գալիս, տեսնեմ Ֆրանսիայի հրապարակում վրաններ, չէ, վրաներ չկային, մատենադարանից սկսված այդ մարտի բազմությունները շարված էին մինչև Ֆրանսիայի հրապարակ ու ավտոբուսները չէին կարողանում, գազելները չէին կարողանում գնային, իջա տեղ ու ասի տեսնեմ ինչ է, տեսա որ Լևոն Տեր-Պետրոսյանի միտինգն է, տես գնացի, խորացա ու այդ օրվանից տես մնացի այդ միտինգների մեջ, բայց ինչն է բան էլի, այդ ժամանակ օրինակ այդ միտինգների շարքերում դու շատ քիչ երիտասարդներ կտեսնեիր նորից, հիմնական մասը 40 եւ բարձր տարիքի տղամարդիկ եւ կանայք են, բայց ավելի շատ տղամարդիկ էին, ու այն ժամանակ էլ ուզում ասեմ որ այն ժամանակ էլ երիտասարդները պակաս, բայց հետո մեր երբ որ արդեն 2015 թվականից կամ ավելի շուտ այդ երիտասարդներն էին շարժիչ ուժը, բայց այսինքն քաղաքակտիվիստները երիտասարդներն էին հիմնականում, բայց հիմա կարծեք նորից пассивություն կա ու ինչով այդ պայմանավորված է пассивություն ու նաև չեն խորանում թեմաների մեջ, նայում են Facebook-ում ինչն է տրենդային, դրան են արձագանքում կամ որ հակադարձում ես, իրենք հասկանում ես, որ իրանք վերնագիր են կարդացել մենակ։ Ինչ որ վերնագրերի մակարդակ, ասում ես, օքեյ, լավ, դու դժգոհ ես այս թեմայից, ես փորձում եմ խորանալ մարդկանց հետ, հասկանալ, որովհետև կարծում եմ, որ մեծամասնությունը իրական դժգոհություն ունեն, ոչ թե ուղղորդված են, ծախված են, չգիտեմ ինչ։ Մարդկանց հարցնում եմ, ասում եմ, օքեյ, մենք եթե որ ասում ես Տավաճան, որ ասում ես Արցախը հանձնեցին, հողերը տվեցին, չգիտես ինչ արեցին, ծախեցին։ Ասում եմ, մի հատ կասես սա ասենց sense հարց եմ տալիս, մի երկու հարց եմ տալիս, ու բացատրում եմ իրան։ Ինքը հասկանում եմ, հա ճիշտ ես, բայց մեկը ես ես չեմ սիրում։ Հա բայց մեկը ու դու հասկանում ես, որ ինքը չգիտի նյութի մասին տեղյակ չի, վերնագրերի մակարդակով է տեղեկացված, բայց արդյոք եթե մեծեն են վերնագիր կարդում, ելի միտեղ հասկանում ես, որ իրանք
տենց մեդիա գրագիտության խնդիր կա, նոր բան է իրանց համար, սովորեն TV-ից ինչ-որ բաներ իմանալ, Facebook-ը թերթել կամ ճիշտը սխալից տարբերել իրանց համար դժվար է, որովհետև Facebook-ը կամ ինտերնետը կամ TV-ն իրանց համար վերին աստիճանի ճշմարտությունն է, բայց երիտասարդները ինչու են մնացել այդ վերնագրերի տակ։ Չէ, բայց պատկերացրա այդ վերջից սկսեմ էլի քո ասացի, բայց հիմա մեծահասակները նույնպես շատ լուրջ թիրախի տակ են ինտերնետով, այսինքն հենց Telegram ալիքները, Facebook-ի։ Դե հենց այդ եմ ասում, դա միտեղ հասկանում ես, որ մարդիկ, չգիտեմ, նոր բան է իրենց համար այս տեխնոլոգիաները ու կարող են վերնագիր կարդան, ասեն, օ, եթե Facebook-ով ում հաստատ ճիշտ է, կամ եթե TV-ով են ասում, 5-րդ ալիքը լինի թե մեկը լինի, մեկը ճիշտ է։ Բայց երիտասարդները գիտեն, չէ՞, որ այնտեղ կան սունկայքեր, կան կեղծ լուրեր, հիմա ինչու են իրենք մնացել այդ վերնագրերի տակ։ Իրենք էլ ունեն այդ կարգի մեդիա գրագիտության խնդիր։ Չէ, իրանք իմ կարծիքով հավես չունեն ուղակի եւ դե չեմ ասի որ նայեք գիշեր դպրոցական ես օրինակ ֆուտբոլ չեմ սիրել շատ երկար հեսա մենք կարող է բայց իրար հետ ինչ հարցեր ունենանք հա ես շատ երկար ֆուտբոլ չեմ սիրել ու տենց իմ դասարանցիներս Ռոնալդինյոյի մայքեքով գալիս էին այդ ֆիզկուլտուրայի ես չունեի ոչ մեր ընտանիքում չեն նայ ֆուտբոլ տենց հետաքրքրվածություն չի եղել 2008 թիվներ ուղակի տենց պատահականության սկզբունքով ինձ արել են Ռաֆայել Վանդերվարտի Ռեալմեր խաղում կհիշես դու որպես old school-ի ներկայացուցիչ Վանդերվարտի այդ համազգեստ էին առել ասես ինչ թիմա սկսեցի ուսումնասիրել ու տեղից մնացի Ռեալի երկրպագում ինչ օրս եթե դա կարող եք օգտագործել իմ դեմ խնդրում ես կարծում եմ կարող դուք օգտագործես իմ դեմ անպայման չէ բայց ինչի համար է ֆուտբոլը հիշատակում որ ես նաև փորձում է ինչ-որ ձև ֆուտբոլի մեջ ներգրավել, որտեղ դասանի մեծ մասը որպեսզի սոցիալիզացվեի, հա, ասում էին Ռեալ թե Բարսա, չգիտեմ, գանձասար անետաքրքիր մարդ ես, չէ՞։ Այդպես որ հա դե ոնց, Ռոնալդինյոին չգիտես կամ չեմ, Զիդանին չգիտես, մի գիտեմ, բայց չեմ կարող իրանցից ընտրեմ, որտեղ Ռոնալդինյոյի անունով գիտեմ մենակ ու Զիդանին էլ նույն պրինցիպով։ Չէ, Զիդանին գիտեի, որ շեշտակի հարվածով Մարկո Մատերացի կրծքավանդակը ջարդեց։ Շեշտակի հարվածով ու իմ կարծիքով հիմա էլ է նույն բան աշխատում, պրինցիպը աշխատում, որ կարճ մի հատ տենց սովետական միության ժամանակ այդ լիգբեզ հասկացությունը որ կար, որ տենց անկրթության լիկվիդացիա բիզգրամատնիստի որ արվում էր, հիմա լիգբեզ չի արվում, լիրումա ասենց ուղղակի շատ արագ ասենց տեղի է ունեցել ինչ-որ բան, գրում են ինչ-որ բանի վերաբերյալ առաջին պատահած նյութը կլինի, տեսանյութը կլինի եւ ավելի շատ ցանկալի է որ տեսանյութ լինի, որովհետեւ տենց արագ լինի, որ կոնտենտի կալման բանը ֆորմատը կամ ինչ որ մեկը սենց գլուխը էկրանի մեջ կամերայի մեջ այսքան մտցրած ժողովուրդ, այսենց բան է եղել, ինչ որ սենց ձեռների ժեստիկուլյացիայով եւ հուզումնալից դեմքով այդ ամեն ինչ ասում է, հեսա սենց, նենց ու տենց չեն է խորանում, ասում են դելով դե որ մարդը այսքան էմոցիա եւ էքսպրեսիա է արտահայտում ուրեմն երևի թե ճիշտ է, երևի տեղյակ է այդ ամեն ինչից ու տենց արագ սխցնում են այդպես ասած էլի կներես այդ արտահայտության։ Բայց երիտասարդների համար էլ է տենց։ Ես կարծում եմ փաստացի տենց է ստացվել, որովհետև հիմա մի հատ կարանք շատ լուրջ թեմայի անդրադառնանք, որը որ լուրջ Արարատ լեռան հետ կապված, որ այդ բանը սկսվել էր, լուրջ արշավ էր սկսվել։ Արի մի բան էլ ասեմ, նոր շարունակես։ Այդ դեպքում չնայած երևի թազա թեմա պասվի տենց, որովհետև եթե ընդդիմությունը դա անում է օրինակ ու մարդիկ այդ վերնագրերը սկսում են կարդալ ու ճիշտ որպես ճշմարտություն ընդունել, ապա իշխանությունը ինչու ավելի ակտիվ չի ու ինքը չի իր վերնագրերով մարդկանց իր կողմը տանում։ Դե գիտես ոնց է առաջին հերթին հմեկի հետ կապված հանրային հեռուստատեսության հետ կապված կա խնդիր ընկալման հարցում, որովհետև երևի կարելի ասել տասնամյակներով հանրային ալիքը եղել է իշխանության խոսափող, ուղիղ խոսափող եւ այդ հմեկի իրականությունը եւ իսկական իրականությունը։ Հա, տենց մնացել է բան, որ հա, հիմա դե դա շատ է թիրախավորում, բայց հա, բայց հմեկը պետք է այստեղ նաեւ արցնագրենք էլի, որ ավելի շատ ընդդիմությանն է կանչում, բայց չեք գնում։ Հա, դու բանավեճերի հաճախակի
մասնակից ես ու տեսնում ես, որ գալիս է ու ինչի բերումով, որովհետև անդիմադիր падգամավորները հրաժարվում են մասնակցել, հետեւաբար նաև մեր падգամավորները չեն գնում, որովհետև այնպես պետք է կարգավիճակները համապատասխանի ու գալիս են անդիմադիրները, որոնք գալիս են ու ես եմ գնում իրենց։ Բայց իրանք գալիս են իրանք ֆան բազայով, ես ներկայ եմ եղել որպես հանդիսատես մի քանի բանավեճի, գալիս են կուսակցականներ, գալիս են իրանք աջակիցներ, այսինքն ռեալ հնարավորություն ունեն, բայց որքանով են օգտագործում այդ արդեն։ Ասում են գալիս են ծափ են տալիս իշխանության համար այդ քասթինգի հետ կապված եւ այլ, դա առաջերտին դա նորմալ երևույթ է, որ քասթինգով մարդիկ գալիս են, մասնակցում են այդ միջոցառմանը, թող իրանք փորձեն մի օր հայտարարություն տարածեն, որ այսօր բանավեճ կա, քանի ոք իրանք կհավաքեն, տանեն, որ իրանք բերում են, նրանք լիքը լինում է, բերում են։ Հենց դա բերում են, բայց դժվար թե այտենց ավտորիտար եւ վատ իշխանությունը թույլ տար, որ հանրային սփռում ունեցող հերոստալիքով անդիմությունը կարողանա գորգրա առանց բանի սահմանափակումների, առանց սահմանափակման, առանց էդիթի, առանց դա կրճատելու եւ այդպես շարունակ բանավեճերը, հարցազրույցները, տարբեր գործիչներ հավերներից հրաժարվում են, տարբեր պատճառաբանություններով հիմնականում վերջին պահին են հրաժարվում ընդ որում։ Հա, այտենց մի քիչ էլ անհարմար դրության մեջ մտցնեն։ Պրավալյան են։ Հա, ու դե կարելի է ինչից հասկանալ, որ օրինակ Ալեն Սիմոնյանը առաջարկել էր հարցազրույց ուղիղ եթերում, հարցերի պատասխաներ, արձագանք չկա։ Մի քանի լրատվամիջոցի հետ միաժամանակ։ Ես կարծում եմ, որ նախկին ԱԺ նախագահներից ցանկացածը այդպիսի բան առաջարկեր, ընդդիմության ներկայացուցիչները, ընդդիմադիր լրատվականները 2008-ից սկսած 2008-ից կներես բաներ էլի, ես հիշում եմ այդ թվերը։ Տիգրան Թորոսյանն էր այդ ժամանակ։ Հա, երևի։ Հա։ Կամ Արթուր Բաղդասարյանը, հա։ Թե աղքեր Արթուր Բաղդասարյանը ժամանակ լավ 2003-ին էր Արթուր Բաղդասարյանը կարծեմ լավ չխորանանք կարևոր չի բայց ես 2008-ին ոչ թե հմեկ էին կանչում ընդդիմությունը չէր կնում այլ ընդամենը թռուցիկներ տարածելու դիսկերով այն ժամանակ դիսկեր կային դիսկերով հա դիսկեր էինք տարածում ու այդ դիսկերը որ մենք տարածում էինք կամ թղթերով կպցնում էինք ստոլբեկի վրա այդ թռուցիկները կարմիր բերետավորները հետապնդում էին հիմա հմեկ են կանչում ընդդիմությունը չի կնում այսինքն այն ժամանակ TV կանչելը բան էր էլի ընդդիմությունը շատ ամեն խոսափող ցանկանում էր օգտագործել որովհետև չկար Facebook չկար չէ դու չունեիր քո մեդիա հա դու չունեիր քո մեդիա ռեսուրսները տարածելու համար ոչ միայն տրադիցիոն մեդիաները, սովորական այդ հնարավորություններն չունեի ու չէին էլ տրամադրում այդպիսի հնարավորություն։ Հիմա ցանկացած նույնիսկ եթե հմեկը չկանչի, դու քո անձնական Facebook-յան էջը ավելի շատ կարող ես բան տարածել։ Հեղափոխության օրերին ոնց էր Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջով էր ամեն ինչ համակարգում, կամ որ ռադիո տունը գրավեցինք, այդ ժամանակ այդ ինչ էր, դա սիմվոլ էր, որ նենց չէ որ մենք չունեինք այդ բանը ինֆորմացիոն բլոկադայի մեջ չէինք ըստ էության որովհետեւ Facebook-ը տոտալ կերպով օգտագործվում էր բայց դա սիմվոլիկ նշանակություն ուներ չէ բայց ինչքան է դա օգտագործվում բայց հիմա որ այ դուք որ եկաք ռադիոից ջարդեցիք բայց ինչու չսերփակալվեցիք մեկը հարցնի քանակերի ռադիո մաշտը սենց վերցրեցինք տարանք միտեղ բաց թողեցինք չէ դա խնդիր չի դա մեզ համար, դա իրանց համար է խնդիր, որովհետև ժողովուրդը իրանց այսինքն ցանկացած ընտրության ժամանակ ում համար է պայքարում քաղաքական ուժը, հոմ ինքը չի պայքարում իր կուսակցականների համար, ինքը պայքարում է նոր ընտրազանգված քո էջերում չկան հիմնականում։ Օրինակ, չգիտեմ, ընդդիմադիր մարդը, նու կարող է իշխանության հետևի, բայց իշխանամետը դժվար ընդդիմադիր գործիչներին դες մանրամասն հետևի, չէ։ Դու պետքա փորձես հմեկով կամ այլ միջոցներով այդ մարդկանց ներգրավել։ Հիմա այս մարդիկ չեն անում, ինչու չեն անում, որովհետև ինչու չեն անում։ Որովհետև կարծում ես իրանց թեզերը հեշտ է ջարդվել ու ավելի խայտարակ կլինեն հմեկում։ Այո, իմ կարծիքով, որովհետև այդ կոմֆորտի զոնայից դուրս գալը դա ցանկացած մարդու համար այդքան էլ հեշտ չի, իսկ ինչը մնում է անդիմությանը, երբ որ իրենք չեն հավատում իրենց ասածին։ Այո, բանավեճի ինստիտուտը օգտագործելը բարդ է իհարկե բանավիճելը, որովհետև 10 րոպե հենց հանգիստ բանավեճը կարող է գնալ, այսինքն ինչ որ
փաստարկ, հակափաստարկ եւ այլն, բայց ինչ-որ մի պահից արդեն էմոցիոնալ սկսվում է այդ ամեն ինչը ու բանավեճը վերածվում է ուղակի գորգրոցի, դու էլ որպես դրա մասնակից եւ ականատես կարծում եմ կփաստես դա, բայց ամեն դեպքում դա պետք է լինի, այլ տարբերակ չկա, որովհետեւ եթե կա այդ այլ տարբերակը, որ եկեք այս տարբերակով փորձենք մենք հասկանանք իրար, մեր տեսակետը ձեզ ներկայացնենք, դուք հակառակը։ Նույնը տես վարչապետի հետ էլ հրաժարվում են նախկին նախագահները բանավիճել։ Դե հա ինչ որ տենց պաթոսային որ դե մի կերպ պետքա չէ քողարկեն թե ինչ կամ պատճառաբանություն պետքա ներկայացնեն թե հիմա ասում են 2019-ի փաստաթղթերի ստորաբան հրապարակի ամեն ինչ պարզ կլինի իմաստ չունենա կար բայց չէ բայց նայ նույնիսկ հրապարակվի ակնհայտորեն վարչապետը ասել այդ մասին բայց լոգիկան էլի նայ 2019 թվականի փաստաթղթերով ըստ իրենց ասացի ում համանախագահները Ռուսաստանի գլխավորությամբ իրենց ասելով այնպիսի մի առաջարկ են արել, փառահեղ առաջարկ, որից հայկական կողմը դավաճանաբար թե ապիկարից գտնվելով հրաժարվել է, բայց հիմա եթե տրամաբանությամբ գնանք, ուրեմն ինչ պետք է տեղի ունենար, որ 2018 թվականից հետո Հայաստանին ավելի լավ փաստաթուղթ ներկայացնեին համանախագահները, քան մինչև 2018 թվականում գետնի վրա մի բան պետք է փոխվեր, չէ՞, հօգուտ Հայաստանի։ Օրինակ, չգիտեմ, այդ ոնց եղավ որ 96-ից կամ 98-ից հետո փաստաթղթերը գնալով ավելի վատը դարձան կամ անընդունելի դարձան Հայաստանի համար, կամ եթե այդպիսի խիստ գնահատականը չտանք, ապա դեպի Հայաստանի շահերից բխող բան չփոխվեց։ Հարաբերակցությունը գնում էր դեպի Ադրբեջան։ Ու 2018 թվականից հետո մեկի համանախագահների մոտ այնց ասեցին, «Արա, նայեք հայերի աչքերին սիրուն է, բերեք մի հատ այնպես բան առաջարկենք, որից ոչ ոք չի կարող հրաժարվել»։ Մեկի հայկական իշխանությունները հրաժարվեցին։ Չենք կարդացել ուղղակի այդպես։ Կամ լևոնականների ասած կարդացել չենք հասկացել, իրանք այդպես բան են ասենք, լավ, էսի ինչա մենյու է ինչ որ։ Այսինքն ապարզա չէ, որ գետնի վրա պետքա բան փոխվի, ոնց որ օրինակ 2020 թվականի պատերազմից հետո գետնի վրա բան փոխվեց, որը արտացոլվեց փաստաթղթերում եւ բանակցային process-ում ու կողմից մեկը ստիպված է լինում ընդունել ինչ որ պայմաններ, բայց 2018 թվականից հետո չնայած հեղափոխություն է եղել երկրում, բայց Արցախի հարցով ոչինչ չի փոխվել ու ինչ պետք է այդ ինչ փոխվեց դեպի Հայաստանի կողմը, որ պետք է համանախագահները բերին, ասեին, այ Ղարաբաղի հարցում նոր փառահեղ առաջարկներ ունենք Հայաստանին ու Հայաստանն ընդուներ։ Այսինքն եթե լավ փաստաթուղթ կար, դուք ընդունեիք։ Դե 18 թվականին հելում ասում եք բանը, բանակցային process-ը կանգնած է, լավատեսություն չի ներշնչում, Ադրբեջանը ուխտադրուժ կերպով չի հրաժարվում պատերազմով լուծել հարցը։ Այ տեղ ցակվում է իրանց ամենալուրջ խնդիրը, որ եթե իրան գան բանավեճի կամ առհասարակ թող նախագահները չգան ինչ որ իրանց կուսակցության, չեմ, ով որ ունի կուսակցություն կամ ինչ որ մնացել է այդ կուսակցությունից գան, իրանք փորձեն բանավեճել, բայց այդտեղ մի հատ լուրջ խնդիր իրանք ունենան, թեկուզ եւ համապատասխանաբար, չգիտեմ, մեր կուսակցության վարչության փոխնախագահների հետ կամ մի խոսքով վստահաբար մեր բոլոր ներկայացուցիչները արժանի պատասխանը կտան եւ կկանան բանավիճեն բոլոր թեզերի շուրջ, բայց այդտեղ խնդիրը առաջանում, եթե իրանք գան եւ բանավիճեն, դրանից հետո այդ հավադրապաշտության ու կոնսպիրոլոգիայի էջը պետք է փակվի։ Էջը փակվելու է, իսկ դա շատ ես տենց եմ կարծում, որտեղ դա ձեռնատու է ու դա կարծում եմ մեզ համար դա օտար է եղել, որովհետեւ ես օրինակ չեմ ֆիքսել տենց բան, որ այդ կոնսպիրոլոգիան շատ սենց ակտիվ օգտագործվի նախկին ընդդիմության կողմից, այսինքն մենք որ եղել ենք ընդդիմություն, երբեք չի եղել, որ գա սենց ինչ որ մեր ներկայացուցիչ սենց կիսա ֆանտաստիկ եւ Սթիվեն Քինգի սցենարներով ինչ որ մի բան պատմի, բայց հիմա դա շատ ակտիվ օգտագործվում է եւ երևում է որ դեցա դա օգտագործվում, որովհետեւ ես դա ձեր որ բան կար Սպուտնիկային ասած տարել կեկային ասած այո ալեհավաքները դրանք ռենտեվե ալիք կար որը որ ցույց էին տալիս տարբեր հաղորդումներ Սիմփսոններ մուլտֆիլմն էին ցույց տալիս ես դրա համար էի շատ այդ ալիքը նայում ու նաև կար չեմ հիշի Պանամարիով էր ազգանունը թե ինչ էր տենց կոնսպիրոլոգիայի հայջներ գրքեր ունի ինքը գրած որ Wildberries-ով է ծախվում է հիմա մենակ ինքը չէր էլի ինչ որ
մի կին գործակալ կալ, որը Անգլիայից, Մեծ Բրիտանիայից իրան արտաքսել էին Ռուսաստան, ինքը հաղորդում էր սկսել վարել, ու այդ դավադրապաշտական մտքերը շատ ակտիվ օգտագործվում էր, ու երբ սկսվեց երբ ես արձանագրեցի, որ այդ կոնսպիրոլոգիան այն ժամանակվա իշխանությունը հնարավոր է ուղիղ ինքը չէր անում, բայց դրա վրա աչք էր փակում, երբ Գյումրիում դեպք եղավ այդ Պիրմյակովի սարսափելի դեպքը, Պերմյակովի, ու այդ ժամանակ ցույցեր էին սկսվել թե Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց, թե Գյումրիում դու դատախազության շենքի մոտ տեսած կլես, դեղ էի։ Հա, ու ես այդ ժամանակ սովորում էի համալսարանի 0 կուրսում, տենց նախաբուհական կուրս կար, ու քանի որ ռուսական էր համալսարանը, վկանտակցիան շատ ակտիվ էր օգտագործում, ես այդ վկանտակցիայի հայտնի որ օգտագործում էի վկանտակցին, միաժամանակ նաև բնականաբար բոլոր այլ սոցցանցերը, ու բացվում էր մի հատ այսպիսի էջ վկանտակցիան, որը կոչվում էր Yuga Russia, թե տենց ինչ-որ մի բան, որ փորձում էր ներկայացվել, որ այս դեպքը փորձում էին ներկայացնել, որ Պիրմյակովը ինչ որ ամերիկյան աղանդի ներկայացուցիչ է, որը որ Սորոսի միջոցով ֆինանսավորվել է։ Սեպեխերում հայ-ռուսական հարաբերությունների մեջ փորձում է ինչ-որ։ Բայց դրա համար պետք է Հայաստանը դառնա Yuga Russia, այտենց մի հատ ինչ-որ ինչին եւ ենթադրաբար հիմա շատերը ձգտում են։ Միութենական պետություն, տենց ինչ-որ ավելի վատ, նույնիսկ միութենական պետություն չէր ստացվում։ Այսինքն գուբերնիա էր։ LNR, DNR կոչված այդ կառույցներ ասես, հա, ու փորձում էին այդ բաները ու մեր ցուցարարների կադրեր էին հրապարակում, որոնք որ էմոցիայի վրա կարող շատ բարձր բղավեին ինչ-որ բան, սկրինշոթ էին անում, որ դեղերի տակ ինչ-որ թմրանյութերի եւ մի խոսքով ասած փորձում էին դա անել, իհարկե կոմենտներում լրիվ հակառակ իրականություններ, բայց իմ ցավոք սրտի համակուրսեցիներից շատերը ասում էին, հա, տենց է եղել, տենց տենդենս կար ռուսական համալսարաններ, բայց հանուն արդարության համալսարանը իր ղեկավարությամբ եւ մնացած օղակներով երբեք այդ թրենդերը չի պահել, այսինքն, չգիտեմ, ինչը որ այդ մետադիչկայով ուղարկվել է, չի պահվել։ Ես դա կարամ հանգիստ սրտով ասեմ, ես չեմ տեսել իմ ուսանողական տարիներին տենց բան, որը որ մետադիչկայով ուղարկված արվել է, բայց մարդիկ են եղել, որ Կադիրովի հայեր, բնականաբար ոչ Հայաստանի հայեր, բայց Կադիրովի մայկայով, այդպես վերնաշապիկով քայլում էին համալսարանում, որ գայր հարցներ ինչ է ինքը արել, որ դու հակել ես, հա, ինքը այնց մուժիկ է ուժի, սպորտսմեն, բան թասիբով ղեկավար ու սենց ինչ-որ բաներ էին խոսում, ու այդ մարդկանց բնականաբար հեշտ էր ասել, որ այն, հա, ու բնականաբար դե այն ծեծված բոլոր կլիշեները սորոսականներ, ԵՄ-ի հետ կապված դե արդեն Եվրոպա, այ ապրես, հա, Եվրոպա մնացածը չեմ ուզում ասեմ, որտեղ դից եթերա ինչի, Windows-ի եւ այլն, Սարասյատա չգիտես ինչ։ Ու այդ ամեն ինչը որ ենթադրաբար մենք տեսել ենք, մենք հասկանում ենք այդ ինչի համար է դա տարվում։ Ու հիմա էլ դա շարունակվում է, նույն ծերագրով, չնայած պետք է ասեմ, որ իրանց մոտ չի ստացվում ըստ էության։ Արձագանք չի ստանում, հա, որովհետեւ ինչ արձագանք է, որովհետեւ դե դա փորձում են ոչ իրենց դեմքով ներկայացնեն այդ կոնսպիրոլոգիական մտքերը իրենց դեմքով չեն ասում։ Երբեմն նաև իրենց դեմքով են անում։ Օրինակ, չգիտեմ, Սալավևի հաղորդումները, այնպես ինչ-որ դասական, դե ինչ էին մի հատ հաղորդում էին նկարը Google-ի, հա, տենց եսի ինչ։ Չեմ հիշում։ Հա, բայց Անդրանիկ Թևանյանը որ գնացել մասնակցում էր ու գիտես որ ամենախնդալու պահը ոնն էր, որ ասում էին Փաշինյանը ամերիկյան բեյսբոլկով է բան արել, հեղափոխությանը մասնակցել, ուրեմն դա ամերիկյան ուղղորդում ուներ, եթե հայկականներ ինչու ինքը փափախով չէր։ Հա, կամ բոթասներով էր ասում։ հա, այսինքն ռուսական կամ ռուսական բանով կալոշներով պետք է լիներ, ոչ տենց։ Դե կալոշների չէ, շատ սապոգների սիրարներ ունենք ինչ խոսք, բայց ամեն դեպքում այդ հաղորդումը լրիվ ցույց էր տալիս, որ
կամ իրանք միջև հիմա չեն գիտակցում, որ չէ Հայաստանը չի ընկալում այս ձեր ֆանտաստիկ մտքերը։ Ուրիշ բան մտածեք։ Իրոք թող ինձ թվում է իրանք ուղղակի թերագնահատում են մեր ժողովրդի գիտակցությունը, ասեմ, խելքը ասեմ, չնայած երբեմն աշխատում այդ վերնագրային պահերը, մեդիագրագիտության խնդիրի իհարկե կա, բայց մարդիկ զգում են թե որտեղ են իրանց ուզում խափեն, ով է ուզում խափի, որ կոմա ուզում խափի։ 21 ընտրությունները դրա վառ ապացույցն են, որտեղ այդքան մեդիա հարվածներ, որոնք որ գալիս էին տարբեր տեղերից եւ ոչ միայն մեդիա հարվածներ, հետո էմոցիոնալ ֆոնն էլ կոմարած։ Ծայրահեղ էմոցիոնալ ֆոն ու նոյեմբերի 9-ի դեպքերը հետագայու այդ հայրենիքի փրկության շարժում խորովածանոցը մարդիկ ռեալ վախենում էին ասել, որ իշխանության համակիր են կամ պատրաստվում են իշխանություններին ընտրել։ Ինչքան դեպքեր եղան խորհրդարան մտնող պատգամավորները, որ այդ Բաղրամյան պողոտայում շարմանոց բացածների կողմից, որտեղ կոնկրետ ծուխը ամենուրեք գալիս էր, որտեղ դա դառել էր ուղղակի մեծ բիսետ կա, որտեղ որ փրկում էին հայրենիքը, դե վիդեոները հիշում ես հաստատ 20 թվականին, որ մի կին կար, որ եկել էր, որ Էլչիբեի հետ էր վարչապետին փորձում համեմատել, որ ինչ-որ ռեինկարնացիա է եղել, թե sense գնդակահության տեսարաններ էին բեմադրում եւ բաներին անում։ Դե դա արդեն Չաուշեսկուի հետ էին համեմատում եւ այլն։ Հա, բայց որ հարցնես Չաուշեսկուի ինչի այդպես եղավ, որ Չաուշեսկուի հետ տեղի ունեցավ այն ամենը, ինչ տեղի ունեցավ Ռումինիայում, դժվար իրանք երևի այդ հարցին պատասխանեն կամ ինչի ենք Բայց Չաուշեսկուն ռեալ բռնատիրական ռեժիմ էր, էլի։ Հա, դե դրա անհամեմատելի է Հայաստանի հետ։ Հա, ու իրանց կողմից շատ ողջունվող, այսպես ասած, ուժերը Չաուշեսկուին փորձում էին, չէ՞, պահեին, փորձում էին էվակուացնեին Ռումինիայից եւ այլն, եւ այդպես շարունակ, բայց մի քիչ տարօրինակ է, բայց ես մի հատ ուրիշ բան հիշեցի, որ Նեպալի օրինակն էին շատ հաճախ բերում։ Հիմա Սերժ Սարգսյանը վերջերս այդ դա նկատի ունեմ, հա, որ Նեպալի պես չլինի, բայց Նեպալում ինչի է եղել, ոնց է դա եղել։ Նեպալի կլիենտները իրանք են, ասենք։ Հա, հենց այդ իրանք դա ուղղակի իրանք էլ են երևի այդ վերնակրի մակարդակով այդ ամեն ինչ ուսումնասիրել, որտեղ եթե իրանք հասկանային Նեպալում ինչ է տեղի ունեցել ու ինչի է դա տեղի ունեցել, այնտեղ իշխանությունները համադրել են մեր ընդդիմության հետ։ Լրիվ, հա։ Եթե պետքա դա ուղղակի չխոսային իրանք այդ թեմայով Նեպալի հետ կապված։ Նեպալ ինչու Հայաստանում ընդհանրապես Նեպալ, Ռումինիա, հա, այդ թվերի Ռումինիա հնարավոր չի Հայաստանում, որովհետև Հայաստանում ընտրական ինստիտուտ գոյություն ունի։ Մարդիկ վստահ են, ինչ ուզում ասի ընդդիմությունը, մարդիկ վստահ են, որ կարող են հերթական կամ արտահերթ ընտրությունների միջոցով գնալ ու կամ արտահայտվել ու գիտեն, որ ինչքան ընդդիմությունը հայաքվեներ ստեղծի, չգիտեմ ինչ անուններով իբր դիտորդական առաքելություններ ստեղծի պարլամենտարիզմ ընդ որում ընտրությունների ժամանակ էջմիածնում բանի մեր ձևով շարժման անդամ սրբազան շարժման անդամ մեկը եկել է դիտորդ է ներկայանում այնպես ինչ որ արցնագություն է կազմում Գրանց Համատյանի մեջ, ասում ձեր դեմքը ծանոթ է, դուք բանեք մեր ձևով շարժմանից, ասում հա ես ընդդիմադիր եմ, ազգումս ինքը ասում հա ես մեր ձևով շարժման, սրբազան շարժման անդամ եմ, ընդդիմադիր եմ ու անկախ դիտորդ եմ միաժամանակ էլի, ասենք ուզում եմ ասեմ ինչքան էլ տենց այդպիսի fake դիտորդական առաքելություններ ստեղծեն ու փորձեն ֆոն ապահովել, որ գիտեք ընտրությունները կիասվում են, չգիտես ինչ են անում, մարդիկ գիտեն որ կարող են գնալ ընտրությունների ու արտահայտվել իրանք իշխանություն ձևավորել, այլ երբ Հայաստանում չլինի դա, որ ես վստահ եմ, որ արդեն անդառնալիորեն մենք գնացել ենք առնվազն ընտրական դեմոկրատիայի, եթե դա չլինի, այն նոր հնարավոր կլինի Նեպալներ, Ռումինիաներ, 2018 թվականի Թավշյա հեղափոխություններ, իսկ մինչև դա հնարավոր չի, որովհետև մարդիկ գիտեն, որ ինչու դուրս կան փողոց, ուրիշ բան դժգոհի ինչ-որ բողոքի ակցիաներ իրականացնեն, խնդիր բարձրացնեն, իշխանությունները լսելի դարձնեն, խնդիրը լուծեն, բայց որ կան հեղափոխության համար հավաքվեն, իմաստ չկա, որովհետև գիտեն, որ ընտրություններին կգան կասեն իրենց ասելիքը։ Բացի դրանից, բայց այդ ամեն ինչի համար այդ մոտիվացիան, էլի թող իրանք ուզենան ինչ որ բնականաբար մի խումբ մարդ կա, որը որ կուսակցական չի, ինչ որ քաղաքական հայացքներ չունի, բայց չի սիրում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ուզում է հեղափոխություն անի, հենց հիմա առանց ընտրության, հենց հիմա որ լինի հեղափոխություն, բայց իրան ինչ են առաջարկում ընդդիմությունը որպես այլընտրանք։ Հա, ուղղակի այնց տպավորությունա, որ
դա պարտադիր ինչ-որ սեզոնային ծրագիր է, որը պիտի ամեն տարի պիտի հավաքվենք, ոնց տալիս, այս տարի չհավաքվեցինք։ Հա, ինչ-որ բան է, չէ՞, անսովոր է։ Դեռ ամեն ինչ արխիվում է, իհարկե, բայց հիմա ընտրություններից առաջ երևի թե պետք է իրանց ռեսուրսները պահեն ընտրություններին, չես գուշակի, քանի որ իրանց մոտ տենց տրամաբանություն չկա։ Շատ խառն է իրանց մոտեցումները։ Համել չգիտես ինչ մեթոդի չկա կիչնի։ Բայց որ կարաս դնես 3 տարի ոնց որ թե տեղի էին ունենում ցույցերը, դիմադրության շարժումը, հետո լաոյի զարթնացման արարողությունը եւ հետո արդեն սրբազան պայքար անունով խայտարակությունը։ Հա, բայց ամեն ուրեք նույն գործիքակազմով նույն մարդկանցով ուղղակի բարձրացնում էին այդ գազօջախի ուժեղությունը ու ինչի հետևանքով տեղի ունեցավ այդ հուլիսի 12-ին, հա, 12-ին դեպքերը, բայց որ նայում ենք իրանք ամեն տարի էլ փորձել են դա դրան հասնել։ Իրենց նպատակը ո՞րն էր։ Իրենց նպատակն է, որ գործող իշխանությունների անվան դիմաց գրվի մարտի 1։ Իրենց դա ցանկություն ասեն, բաղձանք ասեն, դա իրենց բանն է, որ մի բան շինենք, լինի մարտի 1, որ ասենք, այ դուք էլ եկաք մարտի 1 արեցիք։ Հա, բայց բարեբախտաբար իհարկե լավ չի, որ դա ընդհանրապես տեղի ունեցավ։ Ես այդ ժամանակ խորհրդանում եմ աշխատում ու այդ լարվածությունը ու բոլորն էլ անհանգիստ էին, որովհետև շատ անակնկալ կերպով բոլոր ընդդիմադիր падգամավորները այդ օրը որոշեցին հերթագրվեն հարցի համար եւ այդ ամեն ինչը շատ Բագրատ Գալստանյան ասում էր ոստիկանների սաղավարտի հանեք, մենք կապ չունենք, բան ու մեկ ու հրահանգ տվեց գրոհել ոստիկանների ուղղությամբ։ Հա, այդ կադրերը նայելուց ու կարելի է նայել Իշխան Սաղաթելյանը ամենաթիվ 1 սադրիչն էր։ Ես իմ աչքով տեսել եմ, ինքը գալիս էր, գորգորում անիմաց ճղճղում էր ոստիկանների վրա, բորբոքում էր կրքերը, մարդիկ սկսում էին հրել, հրմշտոց եւ այլն, ինքը հետ էր քաշվում ու այդ կինոն սկսվում էր։ Կամ վզեբի միջոցառման ժամանակ, որ օպերայում էր, էլի նույն պրինցիպն էր, այսինքն միջազգային միջոցառում է, որը որ ընդդիմության ցույցի հետ մեկտեղել անհնար է։ Ոնց դու կարաս այդ միջոցառումը անցկացնես, ոնց որ Եվրատեսիլի ընթացքում ցույց լինի ինչ որ հենց Եվրատեսիլի բեմի տակ։ Դե օքեյ է, կարա լինի, ցանկացած առիթ կարան օգտագործել, բայց ոչ դա տարվի բախման, իսկ վիդեոներով բարձ երևում է, որ դե իրենց նպատակը բախումներ հրահրելն էր։ Այո։ Եվ տրամաբանությամբ իհարկե ծայրահեղությունից ծայրահեղությունը գնում մեր ընդդիմությունը։ Եվ դա նաև ապացուցվում է այս քրեական գործով հրապարակված ցայնագրություններով, որ իրենք արդեն կազմակերպում էին ավելի ուրիշ ուղղությամբ, բնույթի գործողություններ։ Նույն նպատակը ունեցող, չնայած դա քաոսի վերածել էր երկիրը, ու տենց բանն էին նայել, երևի Ջոկերի վերջին հատվածն էին նայել, որտեղ որ այդ քաղաքում սկսվում է այդ միջոցառումները։ Իրանք մտածում են, որ բանը հեղափոխություն է, իրանք խոսույթից էլ է դա ակնհայտ, որ իրանք մտածում են հեղափոխություն է, դա ինչ-որ տեխնոլոգիա է։ Անում ես A, B, C, D, E քայլերը, հեղափոխությունը լինում է։ Փողերներ կա, կարևորը, դե փողերի ամերիկյան տեխնոլոգիա ամենաշոցյանները վերջերս բանի ժամանակ ասում ես լսումները որ կազմակերպել էին, ասում էր բան, դե մենք չենք գնացել այդպիսի ինչ-որ սեմինարների, ձևերը չգիտենք, բայց այն որ գնանք իրանք ուրիշ սեմինարների են գնացել, հա, որովհետև օրինակ էլեկտրիկ Երևանի ժամանակ, չէ՞, մարդիկ պաստառները ձեռքով նկարում էին, ինչ-որ բաներ էին փակցնում, դուրս էին գալիս, իրանց ձայրն այդ պաստառով արտահայտում էին, բայց եթե այդ պաստառը պրոֆեսիոնալ լավ տպագրությամբ ասենց գալիս ես Facebook-ից որտեղ տեսնենք, այնտեղ էս պաստառը։ Այնտեղ Սամվել Կարապետյանի նկարն է, այնտեղ բանա, չգիտեմ, Բագրատ Գալստանյանի նկարն է։ Գլխարկներով, ասում ես գլխարկները բան են, սրճարանների տես բաներ կան, չէ՞, կրակներ կան, որ տակացնում են, այդ կրակներով միտինգ են անում։ Սամվել Կարապետյանի աջակցության միտինգներին, տես այդ կրակներից են տնում, sense կողքը որպեսզի տակ լինի։ Նարգիլեով, հա, հավեսով լրված են։ Չէ, բայց այդ կամ ամառները մեծ կոկա-կոլայի վրանների նման սպիտակ վրաներից են այնպես բանը, որ այնպես էլիտար միտինգներ են, էլի։ Հարմարի մեջ որ լինի։ Չէ, դե հենց էտա, որ իրանք խոսում են ինչ-որ սեմինարներից եւ դասընթացներից, որի հետևանքով որ տեղի ունեցել օրինակ 18 թվականի հեղափոխությունը, իրանք ուրեմն սեմինարների չեն գնացել, իրանք ուղղակի ցանկացած գովազդային ընկերությանն են դիմել, ասել են մենք ունենք product, մենք ունենք brand, իրանք այդ պրինցիպով են, որովհետեւ
այդքան billboard, այդքան այդ LED էկրանները ու մնացած ամեն ինչը կիրառել իրանց լոգոն ցույց տալու համար ահռելի գումարների մասն է խոսքը գնում այդ բեմերը ահռելի գումարներ հասնելն է որ պետքա բովանդակություն առաջարկես մարդկանց հետ դու բովանդակություն չես առաջարկում չունես բավարար այդ էներգիան այսինքն այդ դժգոհությունը բավարար արգումենտներ որ դու ավելի լավ կանես այսինքն դու այդ բովանդակությունը չունես ինչքան ուզում ես գնա հիմա դու փորձի Իջևանից քայլելով գալ ոնց որ Աննա Գրիգորյանը կեն անկլավների թեման առել էին ասում են իսա կնում ենք անկլավները փրկենք հիշում ես դեպի Ղարաբաղ այդ բագոն էր բան Աննա Գրիգորյանն Իջևանից էին գալիս հա այդ կոմերից էին քայլելով գալիս լաոյից հետո էր կարծես չեմ հիշում երբ էր արդեն հա ինչ որ միտինգների ժամանակ են քայլելով բայց կեսից Յակինստան ավտոները եկան բայց ամեն դեպքում տենց քայլելով տենց ու ինք ասում էր գնում ենք անկլավները փրկելու բան բայց չէ ես նկատի ունեմ նաև այդ ֆինանսավորման հետ կապված բայց դա հստակ հարց է բոլորին հետաքրքրում է որտեղ բոլորը հասկանում են որ այդ էկրանը որը որ տրամադրել է ինչ-որ X ընկերություն գումարի դիմաց է դա տրամադրել կամ ուրիշ ինչ-որ բանի դիմաց է տրամադրել իսկ ես հեղափոխության օրերին հիշում եմ որ հաշվետվություններ ներկայացվում այդ fundraising-ի միջոցով գումարա փոխանցվում շարժմանը շարժումը այդ գումարը ծախսում է չգիտեմ Թեյնիկ 5000 դրամ հա ես հիշում եմ հենց վարչապետի էջում մինչև հիմա կա ու այս վերջերս պարոն Ալեքսանդր Վահակ որ հարցում է լրատվականներից մեկին ձեզով է ֆինանսավորում ու ժպտում էր Արի կանք այդ լրատվականներին ու ավարտենք, քանի որ տենց փորձեցինք սկսել ու չանադարձանք այդ թեմային, հա։ Հիմա այդ թեման ակտուալացվել է պարոն Ալեքսանդրի ու պարոն Ռուբինյանի ջանքերով կոպիտ ասած, բայց նաև որպես ես էլ այդ ոլորտում աշխատող մարդ ու որպես իմ գոլեգաներ, շատեր իմ գոլեգաներն ու ես շատ լավ հարաբերություններ ունեմ, բայց այստեղ խնդրահարույց պահեր կան, որ տեսեք CVKM-ը ակնհայտորեն հայտարարում է եւ իրավաբանական անձնակահաղացիական պայմանագիր, այսինքն դե յուրե է ԿՊ-ի լրատվամիջոցը, թե դե ֆակտո ինքը հայտարարում է այդ մասին։ Բայց շատ լրատվամիջոցներ ունենք մենք, որոնք չգիտենք որ իրենք որտեղից են ֆինանսավորվում ու օրինակ Տիկին Օհանյանը, Ամինե Օհանյանը հրապարակորաթերթի ինքը հրաժարվում է այդ մասին հայտարարել, բայց մյուս կողմից է պետության խնդիր, երբ որ մենք պաշտոնյաները բարձրաձայնում են այդ հարցը, գուցե մենք պետքա պաշտոնյաներին նաև այդ հարցը դարձնենք քննարկման առարկա, որ եկեք ումեն օրենքները այնպես փոխեք, որ իրենք ոնց որ հայտարարի լրացնող պետական պաշտոնյաներն են պարտադիր ԿԿՀ-ին, բայց ես կարծում եմ տենց օրենք կա էլ։ Հա, ինչու չի հետևում կամ հետևելու դեպքում ինչ սանկցիաներ պետք է կիրառել։ Այսինքն այդ խնդիրը կա ու չպետք է թողնել դա, որ լրատվականները իրանք որոշեն ոնց հրապարակեն, ինչ հրապարակեն, ինչքանով հրապարակեն։ Այս վերջերս թե չեմ սխալվում Transparency-ներ, թե IRI-ներ, միջազգային կառույցներից մեկը մեդիաների սեփականատերերին կամ ումա պատկանում տենց մի հատ ցանկ էր հրապարակվել, որտեղ 18 թե 22 մոտավոր լրատվամիջոց կար, որի մեջ գրանցված էր որպես Civic-ը, հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ շատ լրատվականներ կային, որոնք որ չէին նշվում ընդհանրապես ում հետ է դա ասոցացված։ Նու կարող է չնշեն ում մատնա ասոցացված, դրանով ով է իրենց ֆինանսավորում է կհասկանում այդ ասոցացված։ Դա ավելի տենց հեշտ կլինի իմ կարծիքով, կամ եթե իրանք դա ներկայացնեն, արդեն լրատվականները կամ ուրիշ կառույցներ դա մի քիչ ավելի կպարզեցնեն, ցույց կտան, բայց հա կարող է լրատվականը աշխատի գումար գովազդի միջոցով էջում այդ գովազդներով թե վիդեոների սկզբում ընթացքում մի խոսքով այդ գովազդի միջոցով գումար աշխատելը հա օքեյ աշխատում եք բայց պետք է ներկայացվի այդ ամեն ինչը ու ճիշտ լինի որովհետև ամեն դեպքում լրատվականը ամեն մեկի սրտով պիտի աշխատի այն դեպքում եթե ինքը ինչ որ մեկից կախվածություն ունի իսկ եթե անկեղծ է լրատվականը թողաս ինչ խնդիր կա դու չես թաքցնում չէ այդ փաստը որ Civic-ը իմ մոտ տպավորությունն է որ մենք օրենքները գրել ենք միայն ԿՊ-ի ու Civic-ի համար ինչի պես մենք գրանցված կուսակցություն ունենք մամուլ որը իրավաբանորեն ու դե ֆակտո հայտարարում է որ ինքը ԿՊ-ի լրատվամիջոցն է ու հետևում է այդ կանոններին օրինակ Civic-ում դու չես տեսնի գովազդ
որովհետև օրենքը թույլ չի տալիս, որ մենք շահ հետապնդենք։ Հետևաբար մենք գովաց չունենք ու մեզ ֆինանսավորում է կուսակցությունը, մեր ֆինանսավորը այդտեղից է։ Կուսակցությունը գրանցված է որպես կուսակցություն եւ ինքը իր նվիրատվությունները նույնպես թափանցիկ է, որ մինչեւ 2.5 միլիոն դրամ պետք է լինի, իրավաբանական անձիկ չեն կարող թե ֆիզիկական իրավաբանական անձիկ չեն կարող կարծես թե նվիրատվություններ իրականացնել եւ այլն, այսինքն այդ բոլոր կրիտերիային մենք համապատասխանում, եթե մի բան էլ ինչ-որ շեղում է տալիս, անմիջապես տարբեր լրատվականներով, այո, հետաքննական լրագրողները լուրջ մասն ուսումնասիրում են, մի փոքր չեղած բանն էլ դառնում է, այ խախտում, բան վերնագրեր են տարում դրանք, օքեյ, լավ, շատ լավ է որ հետևում են, բայց այդ նույն հետևողականությունը նախ չկան դիմադիր կուսակցությունների ու լրատվականների մասով, բայց էդ էլ մի կողմ։ Հիմա հաճախ կուսակցությունները չեն գնացում, օրինակ հիմա այն օրը շատ զավեշ տալի էր, որ Նարեկ Կարապետյանը, Սամվել Կարապետյանի եղբորորդին իր Facebook-յան էջով անդրադարձել էր վարչապետի ու Ռոմանոս Պետրոսյանի այդ հանդիպմանը, հեծի թեմաներ քննարկվում ու ինքը այդ խոսքի մեջ ասում է մեր կուսակցությանն անդրադառնալով ասում է որ նվիրատվությունները եւ այլն, մեր կուսակցության այդ ֆինանսական բանին անդրադառնում ու բայց մեկը հարցն էլի Նարեկ Կարապետյան դու հենց հիմա այս բանին արդեն քանի ամիս եղավ երևի 5 ամիս մոտավորապես դուք զբաղվում եք քաղաքականությամբ, դուք գնում եք մարզերով քաղաքական այդ արշավներ եք իրականացնում, գրասենյակներ ունեք մարզերով։ Ոչ միայն մարզերով, քաղաքի ամենաթանկ շենքերից Տերյան փողոցում։ Ոչ միայն մեկում, այդ միայն Երևանում, բա Գյումրիում էլ ունեն ամեն լավագույն տեղերում օֆիսներ ունեն, հսկայական մեծ աշխատակազմ ունեն արդեն այդ օֆիսներում։ Այսինքն իրենք դասական, քաղաքական, կուսակցական գործունեություն են իրականացնում։ Հայտարարում որ 9000 կամավոր, տես կուսակցական չէ։ Բայց հիմա այստեղից գալիս եմ նրան, որ իրենք ստեղծում են քաղաքացիական կամ քաղաքական նախաձեռնություն են տնում անունը։ Որոնք քաղաքական չեն։ Որոնք քաղաքական են, քաղաքականությամբ են զբաղվում ըստ էության։ Ինչքան որ ապիկար կերպով են զբաղվում քաղաքականությամբ, բայց փորձում են զբաղվեն։ Բայց անունը դրում են նախաձեռնություն իրավական տեսանկյունից, նախաձեռնություն, կամավորական շարժում, եսի ինչ, կամ Արման Թաթոյանի մեր ինչ թևեր էր։ Ցլի միասնության թևեր։ Միասնության թևեր նախաձեռնություն, ոչ կուսակցություն։ Ու իրենք, այսինքն այդ օրենքներին չեն, իրենք այսինքն իրանց կարողա ցանկացած մեկը նվիրատվություն տալ, ֆինանսավորել բան ու իրավական տեսանկյունից չես կարող ասես, «Խի 2.5 միլիոնից ավել բան է, քեզ նվիրատվություն տրվել, խի իրավաբանական անձը քեզ նվիրատվություն արել» կամ այսքան դու այսքան փողից ավել չես կարող ծախսել, չգիտեմ, գրասենյակների վրա, աշխատողների վրա եւ այլն եւ այլն։ Անդրադառնալով հենց դրանով կարանք այսօրվա մեր զրույցը ավարտենք հենց այդ միասնության թևերին, որը որ այտենց խուսափում է իր եկամուտները եւ ծախսերը ներկայացնելուց, քաղաքի կենտրոնի լավագույն բաներները եւ LED էկրանները զբաղեցված են այդ ցլի նկարով եւ եթե չես Ինչքան ժամանակա ոչ մի գործից տուն վիճակի մեջ եմ։ Սաթնովա փողոցի սկզբնամաս, Տերյան փողոց, օպերայի հարակից տարածք ամենուր եք այդ տարբեր ձևի այտենց դիզայնավորված, բրենդավորված եւ iPad-ներ են բաժանում, նոթբուք եւ այլն, բայց դե պետք է հասկանալ, բա դա ոնց ստացվեց Թաթոյան Foundation այդ իրավապաշտպան կազմակերպությունը չէ, կարծում եմ, իսկ իրավապաշտպան կազմակերպությունը դժվար է մեծ ռեսուրսներ ունենա, որ Կամ եթե ունի ու ինքը թող ունենա, ասենք Տաշիշ գրուպը ունի այդ ռեսուրսները, օգտագործում են, թե Տաշիշ գրուպն է մենակ ֆինանսավորում, օրինակ Ռուսաստանի չկա, Ճապոնիայի չկա, ուրիշ տեղերի չկա այդպես ֆինանսավորում, օքեյ, Տաշիշ գրուպն է մենակ, կամ Սամվել Կարապետյանն է մենակ, կամ իրենց, չգիտեմ, համակիրները, այտենց գաղափարակիցները, այտենց ինչ-որ փրկիչներն են, ընդհանրապես մենակ փրկիչներով են, բայց եղբայր կուսակցություն գնացեք կուսակցության, բայց օրենքների մեջ մնացեք։ Ինչ կա այդ ամեն ինչի մեջ, որ իրանք ամեն ձև փորձում են դե Ռումինիայում ու Մոլդովայում այս վերջերս ընտրությունների հետ կապված իրադարձություններ տեղի ունեցան, որով որ սահմանափակվեց որոշ կուսակցությունների, որոշ գործիչների գործունեություն, որովհետև տեղ կար արտաքին ֆինանսավորում ու արտաքին միջամտությունը այն աստիճանի էր, որ անթույլատրելի էր սուվերեն երկրում տենց միջամտություն։ Հիմա իրանք դա շատ լավ գիտակցելով ամեն անգամ
Մոլդովայի սցենար, Ռումինիայի սցենար, Մոլդովայի սցենար, Սանդու իշխանությունը հեսա չի գրանցելու, կամ չգիտեմ ինչ անել, բայց մի րոպե իսկ գուցե դուք մտածում եք, որ իրոք թույլ եք տվել այնպիսի խախտումներ, որ իշխանությունը լրիվ հիմնավորումները ունենալու է չգրանցելու ձեր կուսակցություն օրինակ։ Հիմա բանից ոնց որ դուք սովորեք, ինչ որ քրեական գործերից առաջ չէ, մտնում եք քաղաքականության մեջ, հա, ինձ հիմա նույն բանն է կանում։ Իհարկե, դե նենց էլ մի հատ կարգախոս են դրել, մենք համար ենք, ձեզ համար ենք։ Այս Սամվել Կարապետյանը մտածում է քո մասին։ Այո, նույնիսկ եւ դրա համար հուդիա տպել, այդպես Սարյանում նարգիլե ծխելուն շատ հարմար հուդիներ է, այդպես նկատել եմ ցույցերից հետո կարա Սարյան փողոցում նկատես բազմաթիվ երիտասարդների, ովքեր որ հուդիով նստած պայքարում են Հայաստանի Հանրապետության կամ ոչ հանրապետության, արդեն դաշնության միգուցե համար։ Իսկ դրա մասին կիմանանք կարծում եմ շատ շուտով։ Հետաքրքիր ստացվեց կարծում եմ։ Հուսանք։ Դիտումներից էլ կերևա երևի։ Հա, դե, ինչ ասենք։ Մինչ նոր հանդիպում։ Ստեսություն։